Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով։ Երևանի քրեական դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ բավարարել է կալանավորման միջնորդությունը։ Նշենք, որ հոկտեմբերի 16-ին դատական նիստից դուրս գալուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենգավիթի նստավայրի մոտ ձերբակալվել էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել սոցիալական ցանցում կատարած գրառման համար, որտեղ վերջինս անդրադարձել էր Մկրտիչ սրբազանի կալանավորմանը։ Կոչուբաևը չի ընդունում մեղադրանքը։ Արամա կաթողիկոսը խստիվ դատապարտել է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. ամիսներ առաջ Արամա ավեհափառ հայրապետը հրապարակային կերպով դատապարտել էր հոգևորականների ձերբակալությունը եւ նույնիսկ միջնորդների միջոցով առաջարկել էր դադարեցնել այս ոչ ընդունելու երևույթը։ Նորին սրբությունը այժմ հովապետական այցելության մեջ լինելով եւ մոտիկից իմանալով շարունակվող ձերբակալություն դարձյալ դատապարտում է այս անընդունելի երևույթը։ Միաժամանակ վեհափառ հայրապետը պարտականություն է տվել այժմ մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Տեր Շահեն arczepiskopos Սարգսյանին, որ իր մտահոգությունը ու դատապարտումը փոխանցի քաղաքական ու պետական պատասխանատուներին եւ նույնիսկ վարչապետին։ Վեհափառ հայրապետի մոտեցումն այն է, որ կարելի փութով պետություն եկեղեցի ներկա վատառողջ վիճակը պետք է վերջ գտնի եւ մեր ազգի ու հայրենիքի գերագույն շահերը պահանջում են, որ մեր ազգի երկու կարևոր սյուների պետության ու եկեղեցու հարաբերությունը սերտ ու ամուր լինեն, ասված է հայտարարության մեջ։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չի բավարարել Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։ Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց տնային կալանք։ Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների եւ միջազգային կառույցների բացակայությամբ շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը դատարանից պահանջել է ներկայացնել Արցախի հանրապետության պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանի ստորագրած փաստաթղթերի պատճենները։ Նիստը նախագահող դատավոր Աղաևն արձագանքել է, թե փաստաթղթերի ուսումնասիրությունը շարունակվում է, տպագիր տարբերակները կփոխանցվեն նրանց փաստաբաններին։ Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի դեմ կեղծ խոշտանգման մեղադրանքը շարունակվել է։ Այս անգամ Իլհամ Մամեդովն է պատասխանել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հարցերին։ Երբ եւ ինչ պատճառներով է իրեն հաշմանդամության խումբ շնորհվել հարցին, ադրբեջանցին հստակ չի կարողացել պատասխանել, միայն ասել է, թե գերության մեջ ենթարկվել է խոշտանգումների եւ վնասվածքներ է ստացել։ Լևոն Մնացականյանը հայտնել է, որ հաջորդ դատական նիստում մանրամասն կպատմի այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին ու շարունակել է պնդել, որ ինքը Իլհամ Մամեդովին չի ճանաչում։ Բաքվի դատարանում ուսումնասիրել են 1990-ից մինչև 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածի կամավորական ջոկատներին վերաբերող փաստաթղթեր, այդ թվում Խաչակիրներ, Մալաթիայի կամավորներ, Մուշ, Արաբո, Սասնա Ծռեր, Սասունցի Դավիթ, Անկախության բանակի կամավորական միլիցիոն քաղաքական միավորում, երկրապահ դատական նիստը կշարունակվի այսօր։ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը հաջորդ շաբաթ կանցկացնեն ավագ խորհրդականների հանդիպում։ Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը True Social-ում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Մեր զրույցի ավարտին մենք համաձայնության եկանք մեր ավագ խորհրդականների հանդիպման շուրջ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ, գրել է Թրամփը գրառման մեջ։ Նա պարզաբանել է, որ նախնական հանդիպումները կանցկացնի պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի քանի այլ անձանց հետ միասին, որոնք դեռևս որոշված չեն։ Հանդիպումների վայրի վերաբերյալ որոշում նույնպես դեռ չի կայացվել։ Սպիտակ տունը բարձր է գնահատել Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցը, հաղորդում է Bloomberg-ը։ Դա արդյունավետ հեռախոսազանգ էր, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, նշելով, որ նախագահները ի թիվս այլ բաների քննարկել են նաեւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Պուտինը նաեւ շնորհավորել է Թրամփին մերձավոր արևելքում խաղաղության հասնելու կապակցությամբ։
ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը շարունակվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետից ի վեր, բայց այն թափ է հավաքում։ Երկու կողմերն էլ փորձում են ամրապնդել իրենց բանակցային դիրքերը, սակայն արդյունքը անորոշ է։ ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի արդիական միջազգային խնդիրների ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Նեժդանովը։ Պեկինը նախկինում արձագանքել էր Չինաստանի դեմ 100%-անոց մաքսատուրքերի սահմանման Թրամփի հայտարարությանը, մեղադրելով Վաշինգտոնին կրկնակի ստանդարտների մեջ։ Չորեքշաբթի օրը Թրամփը Միացյալ Նահանգները հայտարարեց Չինաստանի հետ առևտրային պատերազմի մեջ։ Ուկրաինայի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են մտցվել, հինգշաբթի օրը հայտնել է ուկրաինական Ուկրեներգո էներգետիկ ընկերությունը։ Ուկրաինայի բոլոր շրջաններում իրականացվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Բացի այդ, արդյունաբերական սպառողների համար էլեկտրաէներգիայի կրճատման գրաֆիկները ուժի մեջ են մտնում բոլոր շրջաններում մինչև օրվա վերջ։ Հոկտեմբերի 17-ին արդյունաբերական սպառողների համար էլեկտրաէներգիայի կրճատման գրաֆիկների կիրառումը նախատեսված է ամբողջ Ուկրաինայում ժամը 07:00-ից մինչև 22:00, ասվում է ընկերության տելեգրամյան հրապարակման մեջ։ Եվրամիության իշխանությունները նախատեսնում են 2026 թվականի սկզբին Ուկրաինայի հետ համատեղ մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրության նախագիծ գործարկել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը։ Այժմ ընթանում է անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ դաշինքի նախագծի մշակումը։ Մենք հույս ունենք, որ այն կաշխատի արդեն հաջորդ տարվա սկզբին, ասել է պաշտոնյան։ Կուբիլյուսի խոսքով անմիջական արտադրությունը կգործարկվի եվրոպական երկրների տարածքում, իսկ այն կկառավարեն Ուկրաինայի մասնագետները։ ԱՄՆ-ն Թոմահոք հրթիռների մեծ պաշարներ ունի, քանի որ դրանք արտադրվում են 70-ականներից, բայց Ուկրաինան ի սկզբանե կստանա դրանց փոքր քանակությունը, եթե Ամերիկան այնուամենայնիվ որոշի զենք փոխանցել։ Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Ալեքսեյ Ժիվովը։ Հասկանալի է, որ միանգամից նրանց շատ բան չեն տա։ Նախորդ տարիներին կուտակվել են մեծ թվով պաշարներ։ Այս հրթիռները արտադրվում են 70-ականներից, ուստի կան 5 թոմահոքներ, դրանք ևս շատ են և կարող են արդիականացվել։ ԱՄՆ-ն լի է թոմահոք հրթիռներով, ուստի դրանց քիչ առկայության մասին շրջանառվող լուրերը խաբեություն են։ Դա առանցքային միավոր է, որը տասնյակ տարիներ արդեն արտադրվում է, հայտնել է ռազմական փորձագետը։ Նրա խոսքով Թոմահոքը ազդեցություն չի ունենա ռազմաճակատում ռուսական զորքերի տեղաշարժի վրա։ Գուցե խոսքը գնա տասնյակ հրթիռների մասին, 2-3 տասնյակ, եթե նրանք այնուամենայնիվ որոշեն տրամադրել, նշել է փորձագետը։ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող փաստերը, որոնք Ռուսաստանի դեսպանատունը հանձնել է ԱՄՆ կոնգրեսական Աննա Պաուլինա Լունային, բաղկացած են մոտավորապես 300 էջից, որոնք ներառում են խորհրդային և ամերիկյան կողմերի միջև զրույցների սղագրություններ, հեռագրեր և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության և ՊԱԿ-ի նոտաներ։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի, նյութերը հրապարակվել են Substack հարթակում Ջոն Քենեդիի մասին փաստերին նվիրված էջում, մասնավորապես փաստաթղթերը պարունակում են ԱՄՆ-ում խորհրդային միության դեսպան Անատոլի Դոբրինինի հեռագրերի տեքստերը, ինչպես նաև խորհրդային արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Գրոմիկոյի և ՊԱԿ-ի նախագահ Վլադիմիր Սեմիչաստիի գրությունը ամերիկյան մամուլի Լի Հարվի, Օսվալդի և ԽՍՀՄ-ի կապերի մասին ենթադրությունները բացահայտելու վերաբերյալ։ Բացի այդ, փաստաթղթերի ցանկը ներառում է հավելված փաստաթղթերի պատճեններով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցն ավարտվել է, հաղորդում է Fox News-ը։ Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են ռուս-ամերիկյան առևտրային հարցեր և տնտեսական համագործակցության հնարավորությունները Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ Հեռուստաալիքի տվյալներով կողմերի միջև բանակցությունները տևել են մոտ 2 ժամ։ Հոկտեմբերի 13-ին Թրամփը հաստատեց իր պատրաստակամությունը հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը հոկտեմբերի 17-ին։ Զեղծարարությունները շատացել են, զգոնության կոչ է անում ազգային անվտանգության ծառայությունը, հայտնում են, որ պաշտոնյաների անվամբ բացված հավելվածներով տարվում է իրականությանը չհամապատասխանող գրագրություն։ Բնակչության շրջանում համացանցային հարթակների թիրախավորմամբ քաղաքացիների համակարգչային տվյալներն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու կամ համակարգչի համակարգչային համակարգի կամ
համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով հարձակման դեպքերը վերջին ժամանակաշրջանում տարածում են ստացել, այս մասին տեղեկացնում է ազգային անվտանգության ծառայությունը, նշելով. Մասնավորապես բնակչությունից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ապօրինի տիրանալու, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցներին իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, իրենց ծառայողական լիազորություններից բխող գործողություն կամ անգործություն կատարելուն հարկադրելու եւ այդ կերպ տեղեկություններ ստանալու դիտավորությամբ տարբեր պաշտոնատար անձանց անվամբ հերթական բացված տարբեր ինտերնետային հաղորդակցման հավելվածներով, մասնավորապես WhatsApp հավելվածով տարվում է տարաբնույթ իրականությանը չհամապատասխանող գրագրություն։ Նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք դրսևորել զգոնություն, նշված է հայտարարության մեջ։ 15:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի է ունեցել Արագածոտնի թեմի հաշվապահ 60-ամյա կնոջ կալանքի միջնորդության քննությունը, գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ Նա այն դատավորն էր, որին մակագրվել էր 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր Գայանե Հակոբյանի դատավարությունը։ Նշենք, որ Գայանե Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանու որդուն հորդորել էր նստել իր մեքենան եւ գնալ միասին եռաբլուր, ինչի համար նրան մեղադրանք առաջադրեցին վարչապետի որդուն առևանգելու համար եւ դատավոր Մանվել Շահվերդյանը Գայանեին դատապարտել էր 4 տարվա պայմանական ազատազրկման։ Աշոտ Մինասյանը ապօրինի կերպով հրազեն ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքել ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է գլխավոր դատախազության բողոքը եւ փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը, վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության դատախազությունից։ Նշենք, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն արարքի համար, որ նա խախտելով օրենսդրությամբ սահմանված կարգը ձեռք էր բերել, փոխադրել եւ Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրին կից իր տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող շինությունում մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը պահել էր տարբեր տեսակի զինամթերք։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուի կառավարությանը անվստահության քվե հայտնելու առաջարկը չի հավաքել բավարար ձայներ, ըստ ազգային ժողովի քննարկության հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 271 կողմ ձայն, քանի որ անհրաժեշտ մեծամասնությունը չի ապահովվել, անվստահության բանաձևը չի ընդունվել, ասվում է հայտարարության մեջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վաշինգտոն կժամանի Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպումից 1 օր առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին հղում անելով AFP-ին։ Զելենսկին Վաշինգտոն կժամանի հոկտեմբերի 16-ին Թրամփի հետ բանակցություններից առաջ։ Զելենսկու եւ Թրամփի հանդիպման հիմնական թեման կլինի Թոմահawk հրթիռները, ասել է անանուն ուկրաինացի պաշտոնյան։ Բանակցությունների ընթացքում կքննարկվի նաեւ Պատրիոտ հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարումը։ Պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինայի առաջնորդը նաև կհանդիպի զենք արտադրողների հետ հնարավոր մատակարարումների մեկնարկը քննարկելու համար։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանի խոսքով ռուսական նավթի գնումների դադարեցման պահանջով Միացյալ Նահանգները զբաղվում է սպառնալիքներով եւ խաթարում է միջազգային առևտուրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ ԱՄՆ մոտեցումը բնորոշ միակողմանի գերիշխանություն եւ տնտեսական հարկադրանք է, որը լրջորեն խախտում է միջազգային առևտրի եւ տնտեսական կանոնները, ասել է նա։ Դիվանագետի խոսքով ԱՄՆ քաղաքականությունը սպառնում է համաշխարհային մատակարարման շղթաների անվտանգությանը եւ կայունությանը։ Եվրոպացի պաշտոնյաները մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կրկին փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։ Ուրբաթ օրը Սպիտակ տանը Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, հաղորդում է The Washington Post-ը։ Պարբերականը հղում անելով եվրոպացի դիվանագետներին նշում է, որ Թրամփի վարչակազմի քաղաքականության շրջադարձը Ուկրաինայի նկատմամբ արդեն մի քանի ամիս է, ինչ հասունանում է։ Միևնույն ժամանակ դիվանագետները զգուշավոր են չհենվել նախագահի որոշման վրա, ով նախկինում փոխել է իր դիրքորոշումը այս հակամարտության հարցում։
Հոդվածի համաձայն Թրամփի վարչակազմը մեծացնում է ճնշումը Ռուսաստանի վրա նրան բանակցային սեղանի շուրջ բերելու համար։ The Washington Post-ը հղումանելով Սպիտակ տան աղբյուրին նշում է, որ ԱՄՆ նախագահի աջակցությունը Ուկրաինայի իր տարածքները վերադարձնելու նկրտումներին ցույց է տալիս Թրամփի ակնհայտ զայրույթը Մոսկվայի նկատմամբ։ Թրամփի վարչակազմը մտադիր է արմատապես փոխել ներգաղթի քաղաքականությունը եւ ապագայում ընդունել սպիտակամորթ անգլիախոս փախստականների Եվրոպայից եւ Հարավային Աֆրիկայից։ Այս մասին հաղորդել է New York Times-ը, հղում անելով թերթի կողմից ձեռք բերված փաստաթղթերին։ Նշվում է, որ փախստականների ծրագիրը ամբողջությամբ վերաուղղորդվելու է, ընդունելու հիմնականում սպիտակամորթ մարդկանց, որոնք պնդում են, որ հետապնդվում են։ Ներկայիս փախստականների ծրագիրը կենտրոնացած է աշխարհի ամենախելացի բնակչությանը օգնելու վրա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիության երկրները ցանկանում են Ուկրաինայում հակամարտությունը վերացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմի։ Հաղորդում է Կոմերսանտ թերթը։ Եվրոպացիները ցանկանում են, որ պատերազմը դառնա Դոնալդ Թրամփի պատերազմը։ Դա նրանց համար մաքուր բալասան է, ասել է Լավրովը։ Նա բացատրել է, որ Թրամփի ներքաշելու Եվրամիության երկրների ցանկությունը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ բխում է փոխադարձ պատասխանատվության սկզբունքից։ Նրանք ցանկանում են կիսել պատասխանատվությունը։ Եվրամիության երկրները նույնպես փորձում են գտնել ռուսական սառեցված ակտիվները բռնագրավելու միջոց, սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է դրան։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Մարոկկոյի արտաքին գործերի նախարար Նասեր Բուրիտայի հետ, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Բուրիտան Լավրովին փոխանցել է Մարոկկոյի թագավոր Մուհամմադ 6-րդի ողջույնը ընդգծելով, որ իր երկիրը Ռուսաստանին դիտում է որպես միջազգային հարթակում լուրջ խաղացողի, վստահելի գործընկերոջ եւ ազնիվ բանակցողի։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի վերջին զարգացումները։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը մեծ ուշադրությամբ է հետևում տարածաշրջանային իրադարձություններին եւ պատրաստ է այլ պետությունների հետ համագործակցել նպաստելու համար այդ տարածաշրջաններում խնդիրների խաղաղ կարգավորմանը։ Բանակցությունները նպատակ ունեին ամրապնդել Մոսկվայի եւ Ռաբաթի միջև քաղաքական երկխոսությունը եւ ընդլայնել փոխգործակցությունը միջազգային ասպարեզում, հատկապես աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։ Ամերիկյան կապալառուները կօգնեն Ուկրաինայի զինված ուժերին օգտագործել Tomahawk հրթիռները, եթե դրանց մատակարարումը հաստատվի, հաղորդում է Financial Times-ը աղբյուրի փոխանցմամբ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատի մատակարարումը Tomahawk հրթիռները կարող են բավականին արագ փոխանցվել ուկրաինական կողմին։ Նա հավելել է, որ ամերիկյան կապալառուները կօգնեն հրթիռների շահագործմանը, մասնագետը բացատրել է, որ դա կվերացնի ուկրաինացի զինվորների մարզման անհրաժեշտությունը եւ ամերիկյան կողմը կկարողանա վերահսկել թիրախավորումը։ Հրապարակման մեկ այլ աղբյուր նշել է, որ Tomahawk հրթիռների մատակարարումը չի ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Նա հավելել է, որ ուկրաինական կողմը պարզապես կլրացնի այն, ինչ արդեն ձեռք է բերել անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկը հայտարարել է, որ մատակարարված զենքի համակարգերից ոչ մեկը չի կարողացել հիմնարար կերպով փոխել իրավիճակը, բայց դրանց համատեղ օգտագործումը կարող է էական ազդեցություն ունենալ շփման գծի վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Հնդկաստան մեծ նշանակություն ունի երկու երկրների միջև գործընկերության զարգացման համար։ Այս կարծիքը հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախկին առաջին փոխնախարար եւ խորհրդարանի վերին պալատի ներկայիս անդամ Հարշ Վարդհան Շրինգլան, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին Վիվեկանանդա միջազգային հիմնադրամում անցկացված Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության 25-ամյակի նվիրված համաժողովի շրջանակներում։ Սա շատ կարևոր եւ նշանակալի այց է։ Վստահ եմ, որ մենք կունենանք բազմաթիվ նվաճումներ, որոնք կհայտարարվեն այս այցի ընթացքում։ Շրինգլան կարծում է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Պուտինի այցը Հնդկաստան շատ նշանակալի կլինի։ Խորհրդարանականի խոսքով Հնդկաստանը եւ Ռուսաստանը միասին երկար ճանապարհ են անցել։ Այսօր այս հարաբերությունները բնութագրվում են վստահությամբ, բարեկամությամբ, համագործակցությամբ եւ փոխադարձ հարգանքով, ասել է նա, նշելով նաեւ ամուր տնտեսական գործընկերությունը եւ պաշտպանության, տիեզերքի եւ էներգետիկայի ոլորտներում լայնածավալ համագործակցությունը։ Ռուսաստանը տեղեկություններ է ստացել, որ բրիտանական հետախուզական ծառայությունները դիվերսիա են նախապատրաստում թուրքական հոսք գազատարի դեմ։ Հայտարարել է Ռուսաստանի ԱԴՑ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Սամարղանդում անվտանգության խորհրդի 57-րդ նիստում։
MI6-ի հետ համատեղ ծրագրում են ուկրաինական դիվերսիոն խմբերի ներխուժումներ Ռուսաստանի սահմանամերձ շրջաններ, հարձակումներ կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների վրա, ասել է նա։ Ըստ նրա, թուրքական հոսք գազատարը եւ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը, որի բաժնետերերի թվում են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Միացյալ Նահանգների ընկերությունները, կարող են հարձակման թիրախ դառնալ։ Կան հավաստի տեղեկություններ, որ հենց Լոնդոնի հովանավորությամբ են Ռուսաստանում ահաբեկչական հարձակումներ եւ դիվերսիաներ իրականացվում, ասել է Բորտնիկովը։ Նրա խոսքով բրիտանական հատուկ նշանակության ուժերը անմիջականորեն ներգրավված են մարտական գործողություններում։ Բրիտանական հետախուզությունը նաև կանգնած է Ուկրաինայում անվտանգության ծառայության սարդոստային գործողության հետևում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, նրա հոր Հակոբջան Մաշալյանի կորստի կապակցությամբ։ Թուրքիայի նախագահը Մաշալյանին իր ցավակցություններն է փոխանցել հեռախոսազանգով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ստեղծել Ուկրաինային աջակցելու հիմնադրամ, որը կֆինանսավորվի չինական ապրանքների վրա առաջարկվող 500% մաքսատուրքերից ստացված եկամուտներով, հայտնում է բրիտանական Telegraph թերթը, հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին հանձնարարվել է հոկտեմբերի 17-ին Վոլոդիմիր Զելենսկու Վաշինգտոն այցից առաջ եվրոպացի դաշնակիցներին ներկայացնել մի ծրագիր, որը նախատեսում է Չինաստանից մատակարարվող ապրանքների վրա 500% մաքսատուրքերի սահմանում չինական կողմից ռուսական նավթի գնման պատրվակով։ Միևնույն ժամանակ ամերիկյան վարչակազմը նման տուրքերի ներդրումը պայմանավորեց եվրոպական երկրների այդ միջոցառումներին միանալու պատրաստակամությամբ։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Վաշինգտոնը գտնվում է Պեկինի հետ առևտրային պատերազմի մեջ, հղում անելով նոյեմբերի 1-ից Չինաստանի դեմ մաքսատուրքերը 100%-ով բարձրացնելու իր մտադրությանը։ Ուկրաինայում հակամարտությունը վաղուց կլուծվեր, եթե ԵՄ առաջնորդները չստիպեին Վոլոդիմիր Զելենսկուն շարունակել ռազմական գործողությունները եւ չխոչընդոտեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերը։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նշելով նաեւ, որ ԵՄ առաջնորդները փորձում են Թրամփին իրենց կողմը գրավել։ Ինչ վերաբերում է ուկրաինա-ռուսական պատերազմին, նախագահ Թրամփը վաղուց խաղաղություն կհաստատեր, եթե եվրոպացիները անընդհատ կուլիսներից չսադրեին Զելենսկուն, ասել է վարչապետը։ Նա կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը չի ավարտվում, քանի որ Բրյուսելը խոչընդոտում է Վաշինգտոնի միջնորդական ջանքերը։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ ընտրություններում իր հաղթանակը համարում է ժողովրդի հաղթանակը, ապա անդրադառնալով ընդդիմադիրներին նշել է. Այդ մարդիկ ամբողջ համոզվածությամբ ասում էին, որ իրենք հաղթելու են ընտրություններում։ Ճիշտ է, ասում էին, որ հաղթելու են, իրանք էլ գալու են, գնդակահարելու են, էս են անելու են։ Ինչ եղավ։ Եղավ են, ինչ եղավ։ Հաղթեց ով։ Հաղթեց ժողովուրդը։ 100% կարող եք վստահ լինել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը։ Կառավարությունը որոշել է դադարեցնել դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի գործունեությունը։ Այս մասին հայտարարել են կառավարության այսօրվա նիստում։ Որոշման առաջարկում է հիմնարկում պահվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել Արմավիր ՔԿՀ-ում ստեղծված քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը հոգեկան առողջության պահպանման մասնագիտական կենտրոնում։ Այսպիսով ակնկալվում է ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ եւ արդյունավետ գործունեությունը, ինչպես նաեւ դրա առջեւ դրված խնդիրների լուծման նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ եւ նպատակային տնօրինումը, ասված է որոշման հիմնավորման մեջ։ Ինչ վերաբերվում է դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ին ամրակցված զենքերին, զինամթերքին եւ հատուկ միջոցներին, ապա դրանք կհանձնվեն ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժին դատապարտյալների եւ կալանավորված անձանց փոխադրման գործընթացն իրականացնելուց հետո։
Իդեպ դատապարտյալների հիվանդանոցի, ինչպես նաև Նուբարաշեն, Վարդաշեն, Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկները փակելու հնարավորությունը նախատեսվել է քննարկել Արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի հրամանի հիման վրա։ Վարդան Հովակիմյանը նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ մինչև 2027 թվականի օգոստոսի 27-ը։ Այս մասին որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի մեկ այլ որոշման Վարդան Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Բելգիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ։ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանը հարցաքննվել է, այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Տեր Արամ Քահանա Ասատրյանը հարցաքննվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք կազմակերպելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, թե երբ է Քահանան հարցաքննվել Արագածոտնի թեմի առաջնորդարանում խուզարկություններից առաջ թե հետո, այս հարցերի վերաբերյալ իրավապահ կառույցից մանրամասներ չեն հայտնել։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջին անգամ կարող է մերժել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի խոսքը համաշխարհային նավագնացությունից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման մասին ՄԱԿ-ի համաձայնագրին աջակցելու մասին է, հայտում է Եվրոակտիվ պորտալը վկայակոչելով իր աղբյուրները։ Այս շաբաթ Լոնդոնում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հնարավոր է առաջին անգամ կարող է ոչ ասել Թրամփի վարչակազմին աջակցելով համաշխարհային նավագնացությունից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման մասին ՄԱԿ-ի համաձայնագրին ասվում է նյութում։ Եվրահանձնաժողովի աղբյուրների տվյալներով ֆոն դեր Լեյենն անձամբ է ամուր դիրքորոշում որդեգրել այդ հարցում, ինչը վկայում է քաղաքական ռիսկի դիմելու պատրաստակամության մասին, ինչը նախկինում չի նկատել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Եթե այդ տեղեկությունը հաստատվի, դա կարող է դառնալ առաջին դեպքը, երբ ֆոն դեր Լեյենը բացահայտ մարտահրավեր կնետի Թրամփի վարչակազմին մի շարք զիջումներից հետո, ընդգծվել է նյութում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հորդորել է մեծացնել ամերիկյան սպառազինության գնումները Ուկրաինայի համար Prioritize Ukraine Requirements List ծրագրի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։ Խաղաղությունը ձեռք ես բերում ոչ թե բարձր հայտարարություններով կամ սպառնալիքներով, այլ ուժով։ Երբ ունես իրական կարողություններ, նույնիսկ հակառակորդներն են քեզ հարգում, հայտարարել է Հեքսեթը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ակնկալում է ավելի շատ պետությունների միանալ նախաձեռնությանը եւ հատկացնել լրացուցիչ միջոցներ Կիևին ամերիկյան սպառազինություն մատակարարելու համար, որպիսի պատերազմը հասցվի խաղաղ ավարտի։ Ավելի վաղ Euractiv-ը հաղորդել էր, որ ԵՄ ռազմական աջակցությունը Ուկրաինային զգալիորեն նվազել է 2025 թվականի ամռանը, չնայած PURL ծրագրին։ ՆԱՏՕ-ի միասնությունը փլուզվել է Ռուսաստանի հետ դաշինքի լայնածավալ հակամարտության ռիսկի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ, Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։ ՆԱՏՕ-ն միասնական չէ Ռուսաստանի հետ պատերազմելու իր ցանկության մեջ։ ՆԱՏՕ-ի միասնության մասին առասպելը փլուզվում է ճնշման տակ, նշել է նախկին զինվորականը։ Փորձագետի խոսքով եվրոպական շատ պետություններ կհրաժարվեին ավելի լայնածավալ պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ, իսկ նրանց մի մասը Հունգարիան, Սլովակիան եւ Չեխիան արդեն բացահայտ հայտարարել են այդ մասին։ Միևնույն ժամանակ, նշել է Մակգրեգորը, ուժեղ բանակ ունեցող Լեհաստանը չի ցանկանա ռիսկի դիմել իր արագ զարգացող տնտեսությամբ, իսկ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան արդեն բախվել են ներքին խնդիրների եւ նույնպես չեն ցանկանում ռազմական հակամարտության մեջ մտնել Մոսկվայի հետ։ Եղանակը առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ից 20-ին 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ից 3-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում եւս հոկտեմբերի 17-ից 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հոկտեմբերի 17-ից 3-ը կլինի 21-ից 23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14-ից +16 աստիճան։